Ուժեղ Հայաստանի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը քարոզարշավի 14-րդ օրը սկսել է Սամվել Կարապետյանի բարեգործություններից մեկը բացահայտելով։ Արագածոտնի մարզ ուղևորվելու ճանապարհին Նարեկ Կարապետյանը պատմել է, որ Արագիլ հիմնադրամի ամենամեծ նվիրատուն Սամվել Կարապետյանն է եղել։ Շատ ընտանիքներ բալիկներ չեն ունենում, քանի որ կան առողջական խնդիրներ։ Այդ իսկ պատճառով ստեղծվել է Արագիլ հիմնադրամ, որը բժշկական միջամտությամբ, էկո ձևաչափով երեխաներին ապահովում է առողջ ծնունդ եւ շատ ընտանիքներ երջանկանում են դրա արդյունքում։ Շատերը չգիտեն, գրեթե ոչ ոք չգիտի, որ այդ հիմնադրամին ամենամեծ նվիրատվություն անողը, այստեղ մենք նշած ունենք 870 միլիոն դրամ Արագիլ հիմնադրամի նվիրատվություն է արել Սամվել Կարապետյանը, որի մասին ոչ ոքի չի ասել։ Սամվել Կարապետյանը երբեք չլինելով պետական պաշտոնյա, շատ է արել այդպիսի բարեգործական ծրագրեր, ասել է Նարեկ Կարապետյանն ու հարցրել, ինչ է արել Փաշինյանը։ Պնդել է, իրենց քաղաքական ուժը կյանքի, գյուղատնտեսության, երկրի զարգացման մասին է։ Փաշինյանի իշխանությունը միայն մահվան ու զոհերի։ Իրենք միշտ խոսում են մահերից, իրենք բերում են մահեր, քաջ մարտիկները, որոնք կռվել են Հայաստանի համար, որոնք իրենց արյուն են տվել, երբ իրենք գալիս են համայնքներ, անգամ չեն գնում այդ մարտիկների հուշակոթողը հարգելու, երբ այդ մարտիկների ծնողները եռաբլուրում փորձում են հարց բարձրացնեն, քաշքշում են, իրենք բերում են արյուն մեր երկրին, դրա օրինակը հազարավոր զոհերն են։ Սիրելի լորեցիներ, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր Վանաձորում ելույթի ժամանակ հարցրել, թե ինչու Սամվել Կարապետյանի ու նրա եղբոր տղաները չեն վիրավորվել կամ նահատակվել հանուն Հայաստանի։ ինչի չեն վիրավորվել կամ նահատակվել հանուն Հայաստանի։ Բա դուք ինչու եք մինչև հիմա ողջ, քանի ԿՊԱ-ական է մասնակցել պատերազմին։ Այսպիսի արձագանքներ տեսնելուց հետո է հավանաբար Սուրեն Պապիկյանն այսօր որոշել վերախմբագրել իր սկանդալային հայտարարությունը։ Ընդհանրապես դասալիքները չեն նահատակվում։ Վանաձորում էր այս հայտարարությունը արել, թե ինչու մենք չենք զոհվել պատերազմում։ Դրանից 500 մետրի վրա Սամվել Կարապետյանը կառուցել էր Լոռվա ամենամեծ ծննդատունը ու նվիրել էր համայնքին։ Մենք կյանքի մասին ենք խոսում, ծնունդի մասին ենք խոսում, գյուղատնտեսության մասին ենք խոսում, զարգացման մասին ենք խոսում։ Իրանք խոսում են զոհվելու մահի մասին։ Դրա համար եկած առաջի օրվանից մահն է հետապնդում հայոց աշխարհը։ Նարեկ Կարապետյանը նորից հերքել է իր մասին տարածված ապատեղեկատվությունը, իբր ինքը Ռուսաստանի քաղաքացի է։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայել Գալուզինը նույնպես, անդրադառնալով Նարեկ Կարապետյանի Ռուսաստանի քաղաքացիություն ունենալու մասին Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկությանը, հայտարարել է, որ հայ քաղաքական գործիչներին վերագրվում են բաներ, որոնք երբեք տեղի չեն ունեցել։ Նարեկ Կարապետյանը երբեք չի ունեցել Դաշնության քաղաքացիություն, սակայն պնդում են, իբր ունեցել է եւ ունի, ասել է Գալուզինը։ Լիլիթ Գասպարյան, Էլեն Յահինյան, Հայլուր։